Պարոն Ռուբինյան, ինչպես պարոն Աղաջանյանը հարցրեց ինձ եւ ես պատասխանեցի, այո, եթե լինի դատական ակտ, որը հաստատի հանցագործության առկայությունը, ես ինքս եմ դատապարտելու այդ ամենը։ Հիմա դուք պատրաստ լինելու եք, եթե այս մեղադրանքները փշրվելուց հետո հաստատվի, որ այդպիսի բան չկա, հրապարակային ներողություն խնդրել ձեր արտահայտությունների համար։ Լավ հարց է տալիս, դուք Չարչյանին դատապարտում եք։ Լավ, բայց մի ընդհատեք, պարոն մի ընդհատեք, մի վարքյան։ Հիմա պարոն Մինասյան հարցը տվեց, պատասխանում եմ։ Պարոն Մինասյան, այո, բայց երկրորդը։ Հիմա ճիշտ է ասում։ Չարչյանը դատապարտված է, Միքայել Աջապահյանը դատապարտված է ռազմական հեղաշրջման կոչ անելու համար։ Ինչը ոչ։ Լավ, երբ որ մտնի, Չարչյանը։ Հիմա ձեզ հրավիրում եմ այս ամբյոնի մոտ, խնդրում եմ, սա ինձ հեսապ կհերթագրվեք, եւ եկեք ստեղից դատապարտեք, որ ձեր խմբակցության նախկին անդամ Չարչյանը ընտրությունների ժամանակ 2021 թվականի փաստորեն հանցագործություն է կատարել ի օգուտ ձեր խմբակցության։ Սպասում եմ ձեզ այստեղ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Կարճ չհերթագրվեք, հիմա էլ արձագանքով դատապարտեք։ Արձագանք համեցեք։ Պարոն Ռուբինյան, նախ ես խոսում եմ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի մասին, մի րոպե։ Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի մասին։ Անպայման կպարզեմ, օրինական ուժի մեջ մտած է թե ոչ։ Խոսքը Աջապահյանի մասին երբ որ ասում եք, ինքը ուժի մեջ մտած չի անգամ։ Ավելի մի վարքյան, դուք պատասխանի, փառք Աստծո, սա հնարավորություն ձեր ձեռքն այնտեղ, ստեղ, բոլոր տեղերում։ Երբ որ խոսքը գնում է հետևյալի մասին, նույնիսկ այսօրվա դատական համակարգի պայմաններում եմ ասում, օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, եթե ապացուցվի կամ չհաստատվի այդ մեղադրանքները, որոնք հնչեցնում են մարդկանց հասցեին, դուք հրապարակային ներողություն կխնդրեք, թե ոչ։ Ասում եմ այո, բայց դուք Շնորհակալություն։ Լավ, հիմա ես արձագանքում եմ, պարոն Մինասյան, ինչ եք նույն հարցը երկու անգամ տալիս։ Ասում եմ, կխնդրեմ ես, այո։ Հիմա, քանի որ օգտագործեցիք ցավոք ձեր արձագանքը եւ չդատապարտեցիք Չարչյանին իր արած հանցագործության համար, խնդրում եմ, գրանցվեք ստեղ, եկեք եւ դատապարտեք։